Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալ եմ բոլորիդ մեր ակցիան լուսաբանելու համար, ինչպես տեղյակ եք երևի գործընկերներս էլ նշեցին, Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը արդեն 23 օր գտնվում են անազատության մեջ, եւ մենք անտիֆեյքի թիմով փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի միջազգային կառույցները, դեսպանատները պատշաճ իրազեկված լինեն Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ապօրինությունների մասին։ 23 օր ոչ միայն Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն են գտնվում կալանքի տակ, այլ խոչընդոտվել է անտիֆեյքի գործունեությունը, քանի որ ինչպես տեղյակ եք առգրավել էր լրատվականի ողջ տեխնիկան, մենք դրանում դիտավորություն ենք տեսնում, անտիֆեյքի Հայաստանում գործող զանգվածային լրատվության միջոցի գործունեությունը փաստացի դադարեցնելու մեջ, ինչպես գիտեք, ի պատիվ մեր աջակիցների կարճ ժամանակահատվածում կարողացանք որոշակի տեխնիկա ձեռք բերել եւ շարունակել աշխատանքները։ Մենք արդեն եղել ենք Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության մոտ եւ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ Լուսինեի ուղերձն ենք փոխանցել։ Ուղերձը դեռ մի քանի օր առաջ հրապարակվել էր տեսանյութի տեսքով, բայց որևէ արձագանք չկար։ Հաշվի առնելով արձագանքի բացակայությունը, մենք արձերն փոխանցեցինք ԱՄՆ դեսպանատան ու նաեւ ակցիայով հանդես եկանք, խոսեցինք, ներկայացրեցինք իրավիճակը։ Նշեմ, որ առ այս պահը դեռևս որևէ արձագանք չկա։ Ճիշտ է, իրենք արձերն չվերցրեցին նամակը, բայց իրենք պատշաճ ձևով ստացել են բոլոր հնարավոր տարբերակներով, էլեկտրոնային փոստով, փոստային համակարգով ուղարկելու միջոցով։ Այսօր արդեն ԵՄ դեսպանության մոտ ենք, որպեսզի դեսպան Վասիլի Սմարագոսին եւս ներկայացնենք Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների մասին։ Կրկին քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը մի քանի օր առաջ ուղերձով դիմել է Վասիլի Սմարագոսին, դեռևս որևէ արձագանք չկա եւ մենք մեզ պարտավորված ենք զգում արձերն հանձնել նամակը եւ ինչպես նաեւ սկավառակը, որի վրա տեղադրված է տեսանյութը, որպեսզի դեսպանը անձամբ ծանոթանա, թե ինչ է առնվազն արդեն 23 օր կատարվում Հայաստանի Հանրապետությունում, որի առնչությամբ որևէ միջազգային արձագանք չկա։ Ընդ որում այն պայմաններում, երբ սա արդեն երկրորդ անգամն է, երբ տեղի է ունենում մեդիա գործիչների կալանավորում նույն փոդքասթի շրջանակներում նույնաբնույթ արտահայտությունների համար։ Իսկ ձեր խմբագրության տեխնիկան, որը տարել էին հենց այդ նույն օրը, վերադարձրել են, թե ոչ, եւ առհասարակ տեխնիկայի մեջ ինչ էին խնդրում ձեզ։ Տեխնիկայի մեջ շատ ծիծաղելի է, զավեշտալի է, շտատիվների մեջ, տեսախցիկների մեջ, դուք լրագրողներ եք, այստեղ կանգնած օպերատորներն էլ կարող են ասել, ինչ հնարավոր ինֆորմացիա կարելի է գտնել շտատիվի մեջ քրեական գործի հետ առնչություն ունեցող։ Կամ գուցե համարել են, որ խուլիգան շտատիվներ են, դրանց էլ ձերբակալ են մի քանի օրով, մինչև կվերադարձնեն։ Իհարկե որևէ բան հնարավոր չէր գտնել այդ տեխնիկայի մեջ։ Նպատակը դրա համար եմ ասում, ակնհայտ է, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ նպատակը լրատվականի գործունեությունը խոչընդոտելն է։ Ընդ որում առգրավել են ոչ թե միայն փոդքասթի նկարահանման տեխնիկան, այլ լրատվականում գոյություն ունեցող բոլոր տեխնիկան։ Բոլոր շտատիվները, 9 հատ շտատիվ են տարել։ Այս թիվը առաջին անգամ եմ հնչեցնում։ 9 շտատիվ են տարել կազմակերպությունից։ Համակարգիչները, լրագրողների անձնական, ուղիղ եթեր հեռարձակող լրատվականի գործունեությունն ապահովող բոլոր համակարգիչները, բոլոր տեսախցիկները, բոլոր առանց բացառության, բոլոր միկրոֆոնները, այդ թվում եւ չաշխատող արխիվացված են, որ ուղարկել էինք արխիվ, որ հնարավորություն ունենանք սարքենք, օգտագործենք։ Իրենց զգուշացվել է, որ դրանք փչացած են, բայց դրանք եւս տարել են։ Կազմակերպության լրատվականի անվտանգությունն ապահովող տեսախցիկների DVR-ը զրկելով մեզ մեր անվտանգությանը հետևելու հնարավորությունից։ Տարբեր տեսակի կրիչներ։ Կրիչները մի կողմից գուցե հավանական է, որ որևէ կրիչ կարող էին բացել եւ որևէ հայհոյանք գտնեին այդ կրիչի մեջ, որպես խուլիգանության փչակերտավոր իհարկե հանցակազմը հիմնավորող հանգամանք։ Բայց որևէ շտատիվի, որևէ տեսախցիկի, որևէ միկրոֆոնի մեջ որևէ այլ ինֆորմացիա չէր կարող հայտնաբերվել։ Տարել են լրագրողների անձնական նոթատետրեր, ինչ կարելի էր գտնել լրագրողի անձնական նոթատետրի մեջ։ Կրիչների հետ, շտատիվների հետ։
Երեք քննչական կոմիտեն մեզ վերադարձրել է տեխնիկայի մի մասը, հիմա շատ բան չեմ ուզում ասել, մենք այսօր խմբագրությամբ հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ, միայն ասեմ, որ թող չակնկալեն, որ շնորհակալ ենք լինելու, որ ապօրինի մեր կազմակերպությունից մեր լրատվականից վերցված գույքի մի մասը, փոքր մասը վերադարձվել է, մենք շնորհակալ չենք լինելու, շնորհակալ չենք, որ 23 օր մեր գործունեությունը խոչընդոտվել է, շնորհակալ չենք, որ այսօրվա դրությամբ դեռևս մեր կազմակերպության, մեր լրատվականի երկու կարևոր մեդիա դեմքերը գտնվում են անազատության մեջ, որովհետև դեպքում շնորհակալ լինել չենք կարող եւ շնորհակալ լինել չենք կարող անգամ այն դեպքում, երբ այս քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճվի, որովհետև ի սկզբանե այս ապօրինությունը ուղղակի չպետք է տեղի ունենար։ Եվ հաշվի առնելով այս ամեն ինչը, մենք մեր խնդիրն է պարզապես բոլոր դեսպանատներին, բոլոր միջազգային կառույցներին պատշաճ յազեկել, հասցնել Հայաստանում տեղի ունեցող խայտառակ ապօրինությունների մասին բոլոր մանրամասներն ու հանգամանքները, որ վաղը մյուս օրը պարզապես չասեն, որ իրենք իրազեկված չեն եղել։ Մեր խնդիրը այսօր այստեղ գտնվելու դա է։ Ինչ որ հույսեր իհարկե ունենք, որ դեռ կարող են արձագանքել հաշվի առնելով նախորդ անգամ հարուցված քրեական գործից հետո ստացված արձագանքները։ Amnesty International-ներ արձագանքել, Human Rights Watch-ներ արձագանքել, եւ էլի մի քանի կազմակերպություններ, իրավապաշտպան լրագրողական կազմակերպություններ, որոնք արձանագրել էին, որ Նարեկի եւ Ազգենի ձերբակալությունն ու կալանավորումը եղել են ապօրինի եւ իրենք քաղբանտարկյալներ են։ Արձագանքել էր նաեւ Եվրոպական լրագրողների ֆեդերացիան։ Հստակ դիտարկել էր բոլոր հանգամանքները եւ եկել էին այն եզրակացությամբ, որ տեղի ունեցածը անհամաչափ է, ապօրինի է եւ նման բան տեղի չպետք է ունենար։ Այս պահի դրությամբ դեռևս որևէ արձագանք չկա, ընդ որում ուզում եմ նաեւ ձեզ հիշեցնել, որ այդ գործով երկուսն էլ արդարացվել էին, գոյություն ուներ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման վերդիկտ, որը հիմա գտնվում է վերաքննության փուլում։ Այսքանը դերևս։ Ձեր թույլտվությամբ մենք արդեն մեկնարկենք մեր ակցիան։